Ահա այսպես ուկրաինական Air Columbus-ը կթռչի ու կնկարահանի հանրապետության առնվազն 13.5 քառակուսի կիլոմետրը։ GPS կայաններն արդեն տեղադրվել են 12 բնակավայրում։ Օդային լուսանկարահանումը, լազերային սկանավորումը, թվային բարձունքային մոդելի եւ օրթոլուսանկարների ստեղծումը կօգնեն համեմատելու, ինչ ճշգրտությամբ են աշխատում կայանները։ Դա շատ կարևոր է։ Գլոբալ դիրքորոշման համակարգը կիրառելով կարելի է, ասենք, արբանյակային կառավարման կոմբայնով մշակել դաշտերը։ Եթե համակարգը խաբի օրինակ 10 մետրով, կոմբայնը կմտնի հարևանի տուն։ GPS-ը այլ կիրառումներ էլ ունի։ Երբ որ քաղաքացիները պատվիրում են, ասենք, հողաշինարարական կամ գեոդեզիական որոշակի աշխատանքներ, ծառայության համար գանձվում է որոշակի գումար։ Այս համակարգը էականորեն հեշտացնում է աշխատանքը, բնականաբար ինքնարժեքը նվազելու է։ Համակարգը արձանագրում է երկրագեղևի տեղաշարժերը, դա օգնում է կանխատեսել երկրաշարժերը, իսկ ճանապարհների ցանցի եւ նավիգացիոն համակարգի հնարավորությունները վարորդների ձեռքի անփոխարինելի գործիքն են։ Քանի որ ինքը միջազգային մրցույթի արդյունքում ա եղել, նա նաև ունի ետերաշխիքային որոշակի ժամանակահատված, այսինքն դրա համար արդեն իսկ վճարված է։ Սկզբնական շրջանում այս համակարգից օգտվելը լինելու է անվճար, իսկ հետագայում դրա ինքնարժեքի կառուցման հիմքում կդրվի դրա օպերացիոն եւ շահագործման ծախսերը, որը որ կարծում եմ չնչին գումարներ են լինելու։ Նորվեգացիների հետ մշակած Հայաստանի տեղադիրքի որոշման համակարգը 2014-ին կկապվի եվրոպականի հետ։ Դրա միջոցով կճշգրտվի նաև ազգային գեոդեզիական ցանցը, հանրապետության քարտեզագրությունը։ Բոլոր աշխատանքները կատարվել են միջազգային չափորոշիչներով եւ մասնավորապես EUREF-IGS ստանդարտներին համապատասխան։ Ծրագիրը կավարտվի 2015-ի առաջին եռամսյակում։ Աննա Բալյան, Հայրփի Միքայելյան, ժամը լրատվական։